առաջին դասարանցիներն են։ Այստեղ դպրոց կա մեծահասակների համար։ Առաջին դասարանցիները իհարկե շատ մեծ են, բայց դե առաջ դասարան են գնում։ Լեզուն են սովորում, հոլանդերեն են սովորում։ Մեր հողում դե հոլանդերենն է, այստեղ Ֆլանդրիայում, բայց բանն էլ անգլերեն էլ շատ լավ են խոսում, կարելի ասել մեծամասնությունը շատ լավ անգլերեն են խոսում։ Մարդիկ կան, հենց անգլերենով աշխատում են, անգլերեն դե սովորում են, անգլերենով աշխատում են։ Այստեղ առաջի կուրս են գալիս։ Մինիմումը գոնե 4 նիվո պետքա հոլանդերենը սովորեն, որ կարողանան այստեղ ոնց որ ապրեն, էլի ինտեգրվեն։ Ինտեգրացիայի կարևոր պայմաններից է, որ գոնե 4 մակարդակը պետքա սովորեն հոլանդերեն։ Իսկ մենք դուրս ենք եկել, այսօր որոշեցինք հայկական խանութ գնանք, նայում եմ բաց է, բանով, ինտերնետով բաց է տալիս։ Ոնց որ մենակ երկուշաբթի օրերն է փակ, հիմա գնանք, հիմնականում ուզում եմ ավելուկ առնեմ, ես շուտվանց ասում եմ, չէ, ուզում եմ ավելուկ առնեմ։ Գնանք նայենք, տեղում արդեն կտեսնենք, ինչ կվերցնենք։ Մոտավորապես քանի կիլոմետր է շուտ։ 14։ Հիմա արդեն 14 կիլոմետր, եթե չփոխի կիլոմետրը, ուրեմն այդքան ենք գնալու։ Ավտոբանով ենք գնում, արագընթաց ճանապարհով, 110-120, այնպես որ շուտ կհասնենք։ Եղանակն էլ այսպես արևով սկսեց, հիմա էլ մի թեթև արև կա, բայց լավ ցուրտ է։ Առավոտ 2 աստիճաններ, հիմա մի քիչ բարձրացել է, երևի մի 6 աստիճան, 7 աստիճան կլինի։ Այնպես որ ցուրտա լավ տակ հագնվել ենք։ Նայեցի վերջին տեսանյութի տակ հարցրել էիք Բրուսելի տների գներից, վարձով տների գները։ Բրուսելում շատ թանկ են վարձով տները, ամենաէժան տունը, որ կարելի է վարձել 1200 եվրո, օրինակ 2 սենյականոց է, բայց բնակարանները մենակ այդ տան վարձը չի, դրան գումարվում է նաև տան պահպանման ծախսերը, որ 100-150, 200-250 եվրո, այսինքն տան շենքի մաքրություն, մուտքի մաքրություն, տանիքի բան, չգիտեմ, այնտեղ վերելակ, 1000 ու մի ծախսեր, այդ բնակարաններին այդ ծախսերը պարտադիր լինում են։ Ու նաև այնտեղ պարկինգը, ասենք, մեքենայի համար կամ ինչ-որ ավտոտնա կամ թեկուզ դրսում կանգնելու համար, իհարկե դրսում կանգնելը բոլոր տեղերում էլ կա, պետքա վճարվի տարեկան, նայած քաղաքում ինչքան է, օրինակ ես Բրուսելում այդպես շատ չեմ նայել, բայց գիտեմ, որ այնտեղ էլ է բարձր գինը, օրինակ մեր մոտ ինչքան է շուտ տարեկան։ Դե տարեկան մեր փողոցի վրա կայացնելու համար Rotonde oprijden, neem dan 48 derde եվրո է rechts. վճարը։ 48 թե 80։ Չէ, 48 եվրո։ Իսկ փոքր քաղաքները ավելի քիչ է։ Այնպես որ Բրուսելում էլ շատ բարձր են գները։ 100 կլինի ու դե այդ առաջի մեքենայի կանգնելու համար երկրորդը ավելի թանկ է լինում։ Հեռախոսը ստիպված անջատում եմ, որովհետև այստեղ գծերը փոխում է, արագությունն էլի 90, որ կողքերը տեսնի աշուտ ու ձեռս այսպես պարզած գնում եմ, բահում եմ, խանգարում եմ իրան։ Հա, այդպես Բրուսելում շատ բարձր են գները, ժողովուրդ ջան, տների բարձերը։ Դրա համար մարդիկ նայում են երևի, ասենք, այդ ստուդիոներ, բաներ, որ մի քիչ էժան է, ստուդիոները այդ մի սենյակ է, ոնց որ ամեն ինչ ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց, ամեն ինչ մի սենյակի մեջ է։ Դրանք ավելի համեմատաբար էժան են լինում, քան հենց առանձին բնակարանները։ 9,9 kilometer. Այս առաջի գիծը բեռնատարների համար է։ Նայեք, այստեղ երկրորդ, երրորդ գիծ մտել են բեռնատարները, մեկը մյուսին վազանց են անում։ Առաջի գծում 90 արագություն է։ Երկրորդը հիմա 100-ով գնում է, երրորդը ավելի արագ դուրս է եկել, երկուսն էլ վազանց է անում։ Վտանգավոր բաներ են էլի անում։
Կամերաներ կան դրած, բայց երևի շատ հաճախակի չեն, չէ՞, Աշոտ, կամերաները կան դրած։ Դե կամերաներ կան դրած, GPS-ները ցույց են տալիս, թե որտեղ կամերա կա, արդեն որտեղ կամերա է, արդեն զգուշանում են, հա։ Արդեն տեղերը դե գիտեն կամերաների բան են անում, բայց թե բացի նրանից, որ այստեղ ասենք դրած է նշաններ, թե որտեղ է կամերա դրված, հիմա այս GPS-ներն էլ ամեն ինչ ասում են որտեղ կա կամերա, հա, խաբար են տալիս ամեն ինչ, բայց դե այս մեկը կոնկրետ կան, որ շատ բարձր արագությունն է, մի քիչ ռիսկային վտանգավոր է, լավ կլինի, որ հետևեն էլի վարորդները այդ բաներին, անվտանգությանը։ Այս հայկական խանութը, որ գնում ենք, ինձ դուր է գալիս նրանով, որ մեծ է, տարածքը մեծ է, ազատ կարում ես մեջը ման գաս, նայես։ Բրուսելում էլ կային, էլի գնացել ենք այնտեղ, բայց փոքր էր տեղը։ Այստեղ լավ է։ Համ թարմ է տեսականին, համ լավ է ամեն ինչ։ Հայաստանից ստացած բաներն էլ, եթե ամառն է գալիս, օրինակ ամառվա սեզոնին, որ գնում ենք ճիշտ բան առնելու, իրանք էին ստանում ու փաթեթավորում, թե չէ ոնց որ նենց հալված, մի քիչ բան եղած, իրար կպած, ասում եմ մենք ենք տեսակա, մենք ենք փաթեթավորում, որ ասում եմ գանձտուկ են, խնդիր բան չլինի։ Այստեղ 110-ից միանգամից արագությունը իջնում է, որ դուրս ենք գալիս բանից, մայրուղուց, արագընթացից, կոնկրետ այստեղ 50 է։ Բոլորանները այսպես շատ են բանում, հատկապես այստեղ էլ տեսեք ինչքան մեքենա կա, ուրբաթ օր է, շատ ծանրաբեռնված է այսօր։ Աշխատանքային օրերը միշտ աշխատանքային օրերին միշտ էսպես է ու հատկապես ուրբաթ օրերը էլի ավելի ծանրաբեռնված է։ Bestemming aan rechterzijde. Ժողովուրդ ջան, հասել ենք հայկական խանութ։ Մտնենք, տեսնենք ինչ կա, չկա։ Շամպուրները։ €45 Սևան Հիմա ջրերը մի հատ նայեմ Ինչա։ Թարխունը հայկական չի, բայց վերցնեմ մի հատ։ Համեմը թորոմած, հին։
Վարդան, նա դարակտած Խորներ 55 եվրո Այս ինչ լավն ես դու, այս սիրուն, վայ Մենք էլ պիսիկ ունենք, էլ սիրանել էլ ինչ լավն է Շատ սիրուն ես դու, շատ Մազերը, մազակալները Շատ լավն ես դու Շորիկը Դե գնա չպախնես, գնա Չարաճը շունիկը տուն չեր գնում, Մաշան տուն չեր գնում, տեսակ ինչ լավն էր Շատ սիրուն շունիկ է, շատ սիրեցի, 5 տարեկան էր Մաշանի դեպ Մի քանի բան առանք, ժողովուրդ ջան, գնանք տուն ցույց կտամ Links afslaan. Մեծ խանութ է, ժողովուրդ ջան, ինչ ասես կա Հիմա մի քիչ էր բանի տեսականին, ավելուկ չկար, ինչի համար որ գնում ենք չկար Դժվար էլ հիմա գա ասեց Բայց չրեն էլ շատ տեսականի չկար Նախկինում ավելի շատ էր լինում Բայց ասեց մյուս պահեստում է, շատ ապրանք մյուս պահեստում է կբերեն էլի Ինչևէ մի քանի բան առանք, տանը ցույց կտամ մեր հայկական ապրանքները, այնքան հիմա տարբեր բաներ կան, մարդ չգիտի էլ, մի ժամանակ մենակ գիտեինք Աֆշար, չէ՞ Աշոտ, Աֆշար էր, հա, Աֆշարը գիտեինք, հիմա այնքան շատ բաներ կան, ինչ շատ ուրախացնող է, տարբեր ֆիրմա հա, ու թեյեր բաներ այնքան սիրուն փաթեթավորումով շատ ուրախացա էլի, հիմա գնանք տուն հետաքրքիր այն վարժությունները անում եք թե չէ մտածում եմ երևի առանձին տեսանյութով դնեմ վարժությունները որ ուզենակ անեք ամեն անգամ այդ ամբողջ վլոգը չնայեք որ հետո նոր վարժություններն անեք այն մի ալիքում դրել եմ առանձին տեսանյութով հիմա երևի այստեղ էլ կդնեմ որ մի անգամից սեղ մեկ վրան ու ինձ հետ անեք շատ լավ վարժություններ են անպայման արեք ժողովուրդ ջան ես առավոտները անում եմ այսօր էլ եմ արել Ինքան լավ եմ ես ինձ զգում, անպայման արեք, կանոնավոր որ անեք, արդյունքներ կտեսնեք, չնայած մի անգամ անում եք արդեն ամբողջ մարմինը բացվում, արդեն շատ լավ եք լինում, բայց որ կանոնավոր անեք, արդեն երկարատև լուծում կտա այդ ողնաշարի խնդիրներին, ընդհանրապես այդ վարժությունները ամբողջ մարմնի համար են, բայց առավելապես ողնաշարի ու պարանոցի համար շատ լավ են Այնպես որ խորհուրդ կտամ անպայման անեք Rechts uitvoeren, dan rechts aanhouden. Aanhouden.
rotonde oprijden, neem dan tweede rechts. Over 400 meter links afslaan, dan rechts. Links afslaan, dan rechts afslaan. Over 200 meter links afslaan, dan... Ժողովուրդ ջան, տուն եկանք, լավ ցուրտ է, ես բան պլիտա եմ միացրել, որովհետև իրոք լավ ցուրտ է։ Ձմեռվա ցուրտ է, էլի, այնքան որ հիմա մարտն է, բան ենք անում, բայց դե ցուրտ է։ Ուզում եմ հայկական խանութի առևտուրը ցույց տալ։ Օй, ես ինչ է ծանրը։ Հայկական խանութի առևտուրն եմ ուզում ցույց տալ։ Տեսակ այդ բաները ցույց տվեցի, էլեկտրական թոնիրները, որտեղից մի քանի անգամ հարցրել էիք, կոնկրետ այդտեղ 280 եվրո արժեր, վաճառողին ասեց, այդ խանութի տերը ասեց, բանն է, իրաց մոտ ամենաէժանն է, չգիտեմ, կարաք նայեք, համեմատեք, կաթսաները տեսակ ինչ լավն էին։ Ժողովուրդ ջան, գներն էլ եթե հետաքրքրի կասեմ, կնայեմ, ինչքանը որ հիշում եմ կասեմ, ինչքանը չէ որ կնայեմ կտրոնի մեջ, թեր կային, հայկական հենց թեյեր են, ես դե իհարկե հայկական եմ ամեն ինչը վերցրել, այս թեյերը փաթեթավորումը ինչքան սիրուն է, շատ հավանեցի, Մեգա Արարատ ֆիրման, կարամ այսպես նաև բարձրաձայն ասեմ մեր հայկականն է, թող նաև մյուսներն էլ իմանան, մեկը վերցրել եմ բանի, երիցուկի, իսկ մյուսը ուրցի։ Կփորձենք տեսնենք ոնց է բանով է, րոպե բացեմ ցույց տամ։ Շատ սիրուն փաթեթավորում է, ես շատ հավանեցի։ Այսպես բաներով է, տոպրակներով։ Փորձենք տեսնենք ոնց է Մեգա Արարատի թեյերը, Մեգա Արարատի թեյեր ուզում եմ ասել սուրճը։ Այս թեյերը այ հետաքրքիր է, գինը մի անգամից կարամ ասեմ, մի հատը արժի 2 եվրո 50 սենտ։ Այս լավաշներից ենք վերցրել Սևանի հացի գործարան։ Կտեսնենք ոնց է, ինչա կասեմ հետո ժողովուրդ, օգտագործենք, կասենք, հապուկ լավաշ է երևում կարմրաթուշիկ։ Մի հատ թարխուն եմ վերցրել, մի հատ եմ ընդամենը վերցրել, որովհետև անցյալ անգամ էլ վերջին անգամ երբ որ գնացել էինք, վերցրել էի, ոչ էլ կերանք, այդպես մնաց, դրա համար ընդամենը մի հատ եմ վերցրել։ Թարխունը արժի, տեսնեմ կարամ գտնեմ ասեմ, ֆրանսերենով է գրած, ժողովուրդ ջան, ես ֆրանսերեն չգիտեմ, 3.50 արժի, թարխունը արժի 3.50 Վերցրել ենք բամյա, տեսնենք ոնց է, երկու ֆիրմա կար, ես մեկը վերցրի, տեսնեմ ոնց կլինի։ Բամյան իտեպ արժեր, սպասեք գտնեմ ասեմ, լավաշի գինը չարվեցի, ժողովուրդ ջան, լավաշը արժեր 5.50, երկու հատին 11 եվրո ենք տվել, ինչքան է քաշը, մի րոպե քաշնել ասեմ, լավաշը 5 հատ է մեջը, այսինքն 10 հատ լավաշին տվել ենք 11 եվրո, ցորենի ալյուրից, առանց կոնսերվանտների և արհեստական հավելումների։ Ահա, հիմա ժողովուրդ ջան, շարունակեմ, վերցրել եմ դդումի մուրաբա,
իրականում մուրաբա, կոնֆետ բան, այդպես չենք առնում ու աշխատում եմ ընդհանրապես մի քիչ հեռու մնանք, բայց այս դդումինը անգամ ես էի մտածում եմ ես սարքեմ, մի անգամ ուզում էի դդումի մուրաբա ուտեմ, որովհետև վաղուց չեմ կերել եւ մի 8-9 տարի, հետո այսօր որ տեսա ասեցի տանեմ մի հատ համ տեսենք, որ բացեմ կնայեմ ոնց է, ինչա, լավն է թե չէ, ուղղակի սա ուտելու օրը պետքա մի քիչ ավելի շատ սպորտ անել։ Սա թթու վարունգ է, բայց սա հայկական չէր ոնց որ մի րոպե։ Չէ։ Սա սովորական թթվածրած վարունգ է, բայց հայկական չէր սա։ Ռուսական բաների բաժնում էր դրած, ռուսական ապրանք եմ վաճառում հայկական խանութում, գրված է բանով սովորական թթվեցրած վարունգ գծու։ Տեսնենք ոնց է ժողովուրդ ջան։ Այստեղ ունենք նաև շուշան կամ խմի, ոնց որ մենք ենք ասում, մեր բարբառով խմի ենք ասում, կամ շուշան, որ ձեզ ծանոթ լինի։ Մի անգամ արել էինք հայկական խանութից, լավն էր, մի հուսանք սա էլ լավ կլինի։ Տեսնենք։ Այս չամիչը զուտ դրա համար, որ հայկական էր, վերցրել եմ, խոշոր չամիչ, սև խոշոր չամիչ, 300 գրամ, արժի 250, չամիչն էլ արժի 250, 300 գրամը։ Չիրը չրեր վերցրի, այս անգամ ոնց որ շատ տեսականի չկար չրերի, կամ դեռ չէին բերել ես մի պահեստի չէին բերել, վերցրել եմ ծիրանի չիր, չրի կիլոն 16 եվրո 50 սենտ էր։ Ծիրանի չիր եմ վերցրել, հիմա բացել սալորի չիր ու դեղցի չիր, ասեմ որ շատ լավ չիր է, շատ։ Արտակարգ չիր է։ Դե բնականաբար մեր մրգերի համնոհոտը դուք գիտեք, ինչքան լավն են մրգերը, այնքան է լավ են չրերը։ Այստեղ Աշոտը ձուկ է վերցրել իշխանը, սառեցրած իշխան։ Հետաքրքիր է գինը, մի րոպե նայեմ ասեմ, սառացրած իշխանի գինը արժի 11.50, այսինքն 3-4 հատ միջին չափի ֆորելներ են իշխան 16 եվրո, այդքան եմ վճարել։ Ռուսական խանութում իրականում բանը, թարմերը էժան են լինում են, թարմ ձուկը, իշխանը մեկ լավ էժան է լինում, բայց սա էլ լավ է, դե թող սառացրած լինի։ Վերցրել եմ նաև ծիտրոն, մեր հայտնի ծիտրոնը, ուրեմն, սա էլ էսպես, ռեհան կար չորացրած, բայց ես ունեի չեմ վերցրել, այդքան շատ ոնց որ տեսականի չկար չորացրած կանաչիների, այնպես որ սա առայժմ սա հերիք է ինձ։ Աչիկա ենք վերցրել, մեկը կծու, մեկը ոչ շատ կծու, հա մեկը ոչ կծու, մեկը կծու, սրանք հայկական են իհարկե, 100% բնական։ Աչիկան տեսնեմ կարամ գինը գտնեմ մի անգամից ասեմ։ 3.50, երկու հատ միասին 7 եվրո ենք տվել, մեջը ինչքան է, գրամը 350 գրամ։ Սա ռուսական բանի երշիկ Աշոտը վերցրել բժշկական, երշիկի մասին զգում եք ինչ բանով եմ ասում, հետև ես չեմ սիրում, դե ինքն էլ սիրում է ուտում եմ արդի, ինչ անեմ։ Հաճար եմ վերցրել կամ հաճար եմ վերցրել, հաճարը արժեր 3.80, 900 գրամը։
Այդպես շատ բան չկար այդտեղից հատիկ եղենից փլղուր բան չկար, հաճար էր, մեկին ոսպեր որ վերցրել եմ հեսա, ոսպեր կարծեմ 3.50 արժեր, այսքան բան ենք վերցրել հայկական խանութից ու վճարել ենք 99 եվրո 40 ցենտ, չգիտեմ շատ է, քիչ է, թանկ է, էժանա, չէ, թանկը, անկեղծ թանկը, ես այդպես գները միշտ չեմ էլի ուշադիր լինում, թե ոնց են բարձրանում կամ բան, ասենք չես էլ կարող այդքան գները հիշես, ինչը որ միշտ անում ենք, դրան կարող է հիշել, օրինակ չիրը անցյալ տարի դեռ 15 եվրո էր, հիմա 1.50 թանկացել է, դե բնականաբար Հայաստանից են բերում, այնքան ծախսեր են անում, որ կթանկանա, բան չկանի, ու ընդհանրապես այստեղ հիմնականում էս լավաշ բանն են Հայաստանից բերում, սառացնում են ու տեղափոխում են այստեղ։ Այսքան բան սիրելիները, սրանք տեղավորեմ ու ուզում եմ կոտլետ սարքեմ։ Եղանակն էլ խառնում է ընթացքում, ոնց որ ուզում է զգուշացնում է, որ անձրև է գալու, ուշադիր կլինես, թռածը չորեր ներս կբերես, այնպես որ ուշադիր եմ ես էլ։ Ահա, սա տեղավորեմ ու անցնեմ ժողովուրդը։ Ժողովուրդ ջան, բարի լույս։ Օրը շաբաթ է, ես էլ եկել եմ գործի գնամ, այնքան ցուրտ է, 0 աստիճան էր, հիմա 2 է, +2, հիմա մի հատ նայեմ գնացքը, այսօր շաբաթ կիրակի օրերը գծերի վրա աշխատում են, պետքա գնամ օնլայն մի հատ նայել եմ, պետքա գնամ մի հատ բան, ուրիշ քաղաք, հա, այնտեղից էլ ուրիշ գնացք վերցնեմ գնամ Գենտ, էլի մի ժամ երև այդպես կտևի մենակ գնացքներով, լավ ցուրտ է, լավ, ձեռնոտ չեմ վերցրել, բայց այսօր շուտ եմ գնում, ժամը 11-ին եմ գործը սկսելու, իրիկունը ավելի շուտ տուն կգամ, այդ լավը, դրական կողմել էդ է, որ շաբաթ օրերը շուտ եմ գնում գալիս, ժամանակավոր պայմանագիր են տվել, մի քանի ամիս այսպես պետք է գնամ գամ շաբաթ օրերը շուտ աշխատեմ, ես ուզում եի բոլոր օրերը այդպես անեմ, բայց չարեցին, մենակ շաբաթ օրն եմ փոխել, հա, բարձրանամ տեսնեմ գնացքը կանգնած է թե չէ, Չէ, չի եկել, մի քիչ սպասեմ մինչև գա։